հույսեր եք կապում Հայաստան դաշինքին։ Գիտեք, պետություն ղեկավարելը դա փորձադարձ չի, իմաստուն է, խելացի է, գործունյա է, խոսքի տերն է ամենակարևորը։ Եվ ես համոզված եմ, որ շատ-շատերը գնահատում են այդ լավ կողմերը եւ պետք է որ ճիշտ ընտրություն կատարի։ Ինքը լավ ղեկավարել է ժամանակին, իմ էլ ուզում եք նորից ինքը լավ ղեկավարի մեր պետությունը։ Անտեր չթողես պետությունը։ Գործողիշխանությունը լավ չի ղեկավարի։ Հայ, անուն մի տուրել իշ կլնի։ Իզուր բեր այդ թեմայով չխոսանք։ Գործողիշխանությունները լավ են ղեկավարվում։ Լավ են ղեկավարվում մեր երկրի ամենամեծ թշնամիների կողմից։ Իսկ Քոչարյանը ղեկավարում էր ժողովրդի շահերով։ Ղեկավարում էր երկիրը եւ չէր ենթարկում որևէ արտաքին ուժերի ազդեցության։ Քոչարյանի օրոք ոչ մի պատերազմ չի եղել։ Քոչարյանի օրոք ոչ մի հայ գլուխը կախ չի շրջել աշխարհում։ Քոչարյանի օրոք ամեն հայ առաջնորդում էր արժանապատվությամբ, ինչպես իր երկրի ղեկավարն էր։ Մենք Արցախից ենք, տեղահանվել ենք բռնի կերպով։ Ճիշտ է, մեր վարչապետի ասած չենք զոհվել, ի ուրախություն մեզ եւ ի դժբախտություն իրեն, որովհետեւ Արցախցին ուժեղ է, ամուր է, կանգնած է հողի վրա, միայն մի, այսպես ասած, մի միտք ունի իր մեջ, մի նպատակ ունի, որ ինքը պետք է վերադառնա Արցախ։ Ուզում եմ, որ մեր հայրենակիցներին կոչ անեմ, կանգնենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, որովհետև միակ ղեկավարն է, միակ լիդերն է, ով երբևիցե թուրքի դեմը չի խոնարհվել։ Նա այն ղեկավարն է, ով վստահ քայլել է եւ իր կառավարման տարիներին երբեք թուրքը Արցախ չի մտել։ Հայաստան դաշինքի հետ միայն հույսս կապում է։ Այս գործողիշխանությունները դելիտատների հավաքածու անկախ քաղաքական իրավիճակից նրանք վերեցին ամենավատ սցենարների։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին ես հավատում եմ, որ վիճակից կարող ենք դուրս գալ։ Ճիշտ դաշնակիցների ռեգիոնալ բայց գլոբալ քաղաքական իրավիճակների հակառակ ընթացքով են ռիվ տանում։ Հետևանքներն էլ ակնհայտ է, դեռ ավելի վատը կսպասվի, եթե այսպես շարունակվի։ Մենակ Փաշինյանը չլինի։ Ինչի Փաշինյանը լավ է չի։ Շատ լավն է։ Իր տիրոջ համար։ Տենց լիդեր պետք է լինի, կարենա ժողովրդին բարձրացնի վերել։ Իմ կարծիքով դա շատ դժվար ապրում ենք հիմա ներկապահին, դժվարություն ենք մենք։ Չենք իմանում վարքերը փակենք, աշխատավարձ ստանանք, թոշակը ոնց անենք։ Լավ հիմա ում եք ուզում տեսնել այդ ղեկավար պաշտոնում։ Օրինակ համար սենց վար մտածում եմ կամ Բարգավաճն է, կամ Ծառուկյանն է, կամ Սամվել Կարապետյանն է, կամ Քոչարյանն է, մեկն էլ կա Արման, հա, ոչը մի 4-5 հոգի կան, որ իրոք մտածում են ժողովրդի մասին, էլի։ Ուզում եմ տեսնել Ռոբերտ Քոչարյանին, խելացի, մարտական, աշխատանքային գործունեություն ունեցող ղեկավար որպես ոչ թե իրան անձամբ եմ ճանաչում, այլ իր գործունեությունն եմ ես հաշվի առնում։ Հաշվի առնելով այսքան հանգամանքները, մեր բանակի մարտունակ լինելը, Նիկոլ Փաշինյանը Սարդարաբադում կանգնում ասում, այս պահին մենք ունենք ամենամարտունակ բանակը։ Բա որ մարտունակ էր բանակը, ինչի երկիրը նվիրեցիր թուրքերին։ Արցախը հայկական չէ։ Ինքը պատմություն չի գիտի, դրա համար չի հայկական։ Բա որ հայկական չէ, այդքան եկեղեցիները, այդքան հուշահամալիրները, այդ ոնց այդ թուրքն է կառուցել իր մզկիթներն են։ Սրանից ամեն ինչը սпасելի է։ Սա ինքը երկրի ղեկավար, ոչ կրթություն ունի, անգրագետ, ոչ հայրենասիրություն ունի։ Ինքը թուրք է, հայ չի ինքը։ Եթե իր երակներում հայ արյունը հոսեր, այս վիճակին չէր հասցնի մեր Հայաստանը։ Նախապատվությունս տալիս եմ Հայաստան դաշինքին, որովհետև տեսնում եմ մենակ Ռոբերտ Քոչարյանին այդ 19
կուսակցությունների դաշինքների մեջ։ Առաջի ընտրությունից միջև հիմա ես միշտ իրեն եմ սատարել, վստահում եմ իրեն որպես ուժեղ ղեկավար, որպես կայուն մարդ։ Մենակ Ռոբերտ Քոչարյանն։ Իր անտարիների ժամանակ ժողովուրդը լավ էին ապրում։ Այս ընթացքում համոզվել եմ, որ ազնիվ մարդ է, ուժեղ է, կարողանում է իր խոսքը կատարել, պատասխանատու է եւ գիտեք, ամեն մեկը չի կարող դիմանալ այս ամեն կորուստներին, ինքը հայրենիք է կորցրել, գերեզման է կորցրել, բայց դուք տեսնում եք իր ինքնատիրապետումը, տեսել եք իրենից մի վատ բառ, մի հայոյանք, մի ինքնատիրապետման կորուստ, չեք տեսել, ուժեղ է նա, իսկ մեզ այսօր, այս փոթորկուն օրերին, երբ աշխարհը պատերազմների կրակների մեջ է, մեզ ինչպիսի առաջնորդ է պետք, Նիկոլի նման, ճղճղան, գորգորացող, ուտող, ուտելել կա, ուտելել եղբայր, ով է այդպես ուտում։ Մեր ժողովուրդը ինչպիսի ղեկավար է տեսնում, որն է մեր ժողովրդի իդեալը։ Կիրթ, բարեկիրթ, ըմբռնող, հասկացող, գնահատող եւ աշխատող։